Ահազանգ Լաթաքիայում, Տարտուսում, Համայում և Հոմսում ցեղասպանություն է։ Սիրիայի արևմուտքում ցեղասպանություն է։ Երեկվանից մինչև այս պահը ընթանում է ալավինների, քրիստոնյաների և շիաների ցեղասպանություն։ Սպանվում են ինչպես անզեն տղամարդիկ, այնպես էլ կանայք և երեխաներ։ Հենց այնպես փողոցներում անմեղ քաղաքացիական անձանց ստորացնելով, մարդկային արժանապատվությունը նսեմացնելով, տանջամահ են անում և ճանապարհին առաջին իսկ պատահած մարդուն սպանելով, պտտվում քաղաքի թաղամասերով։ Նրանք սպանվում են միայն նրա համար, որ ալավի են, որ ասադական են։ Նրանցից վրեժ են լուծում այն բանի համար, որ առափնյա շրջանների բնակիչները չեն աջակցում նոր իշխանությունների ահաբեկչական ռեժիմին և փորձում են ինքնիշխանություն ձեռք բերել։ Վայրագությունների փաստը հավաստող տասնյակ ահասարսուռ տեսագրություններ, լուսանկարներ և տեսարաններ կան համացանցում։ Ջուլանիի թրքամետ ուժերը, հրճվելով և զվարճանալով մասսայական սպանդ են անում, սառնասրտորեն գլխատում են կանանց, երեխաների և հարյուրներով թաղում ալավիններին և այդ ամենը հատուկ տեսանկարահանում։ Մարազմն էլ այն է, որ Սիրիայի պետական անվտանգությունն է սոցիալական ցանցերում հրապարակում անպաշտպան և անզեն քաղաքացիների հանդեպ իրականացվող հաշվեհարդարների և դիակների նկատմամբ անարգանքի սարսափելի կադրերը։ Ու դրանք ընդամենը մի փոքր մասն են այդ ցեղասպանության, որը Սիրիայում իրականացնում են պրոթուրքական զինյալները։ 3 օրում սպանվել է 10,000-ից ավել մարդ։ Սպանդի ենթարկվածների մեջ կա 2 հայր և որդի։ Քրիստոնեական համայնքի առաջնորդին կացնով սպանել են։ Իդլիբ նահանգի սուննի հոգևորական Շեյխ Աբդուրահման Դալիան ևս սպանվել է Դամասկոսի փողոցներում ահաբեկչական զինյալների կողմից այն բանից հետո, երբ դատապարտել էր Սիրիայի առափնյա շրջաններում խաղաղ բնակիչների կոտորածը։ Շուրջ 8000 ալավի պատսպարվել են ռուսական ռազմաբազայի տարածքում, որպեսզի փրկվեն ցեղասպանվելուց։ Այս պահին գոնե նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Պատկերը հիշեցնում է Արցախում ռուսական խաղաղապահ բազայում պատսպարված հայերին։ Պարզապես Արցախում բարեբախտաբար խաղաղ բնակչության մասսայական կոտորած տեղի չունեցավ, քանի որ կար կանոնավոր բանակ։ Սիրիայի նոր իշխանությունները, իրականում թուրքական պրոքսիները, որոնք Ասադի բռնապետությունից ազատագրման համար իշխանության եկան միջազգային հանրության ծափահարությունների ներքո և ուժային կենտրոնների լեգիտիմացմամբ և շնորհավորանքներով, հաշված օրերի ընթացքում կոտորեցին և հիմա էլ շարունակաբար բնաջնջում են հազարավոր սիրիացի խաղաղ բնակիչների։ Քաղաքակիրթ աշխարհը կամ լուռ է, կամ ողջունում է Սիրիայի դեմոկրատացումը։ Քաղաքակիրթ աշխարհի հանցավոր լռության ներքո Թուրքիայի անմիջական հովանավորությունը վայելող և այնտեղից ղեկավարվող Սիրիայի իշխանական զինյալները բառի ամենաուղիղ իմաստով կոտորած են իրականացնում սեփական տներում և փողոցներում առանց խղճի խայթի գնդակահարելով կամ գլխատելով խաղաղ անզեն մարդկանց։ Այդ նույն Սիրիայում, որը թուրքերի հետ ոչ վաղ անցյալում այսպես կոչված խաղաղության դարաշրջան էր կառուցում և խոստանում խաղաղություն և բարեկեցություն հաստատել ողջ Սիրիայում։ Աքսիոմա է, որտեղ Թուրքիան, այնտեղ զանգվածային սպանություններ, կոտորած և ցեղասպանություն։ Սա թուրքերն են իրենց ողջ էությամբ և ձեռագրով։ Թուրքը, որը չի փոխվել և չի փոխվելու, ամենուրեք թողնելով իր արյունոտ հետքը։ Կասեք ովքեր են մեղավոր։ Ասադի արածի և չարածի մասով ամեն ինչ պարզ է։ Նրա ականջը Մոսկվայում կանչի։ Սակայն ահաբեկիչ այս եղեռնագործներին իշխանության են բերել հավաքական արևմուտքը, Թուրքիան և Իսրայելը։ Հետևաբար նրանք էլ կրում են այս ամենի ողջ պատասխանատվությունը։ Չնայած ինչ պատասխանատվություն, ում առաջ, կամ ինչ դատ, ինչ դատաստան, ինչ ՄԱԿ անդամ պետություն, ինչ ՄԱԿ խաղաղապահ ստորաբաժանումների տեղակայում, ինչ վերպետական միջազգային կառույցներ, ինչ մարդու իրավունքների միջազգային կառույցներ, ինչ հումանիզմ և ժողովրդավարություն։ Ձայն բարբառո հանապատի։ Նրանք լուռ ու մունջ են։ Ոչ մեկը չի միջամտելու, ձեռքները չի բռնելու, չի կանխարգելելու, ոչ մեկը նրանց չի օգնելու։ Մինչ այս պահը աշխարհի ընդամենը 1-2 երկրից է հնչել արձագանք, ոչ դատապարտում կամ միջամտելու, կանխարգելելու խոսք կամ անգամ հայտարարություն, այն էլ ստանդարտ մարազմի և աբսուրդի ժանրից։ Կոչ կողմերին սթափության և խոհեմության։ Եվրոպան ևս Սիրիայում տեղի ունեցող ցեղասպանության վերաբերյալ դատապարտող հայտարարություն է տարածել։ Զավեշտն էլ այն է, որ դատապարտել են ցեղասպանվողներին, նրանց կարգելով մեղավոր։ Այս անբարոյական աշխարհն իր ամպլուայի մեջ է։
Ապատիան եւ կեղծավորությունը ժամանակակից աշխարհի դեմքն է։ Այս ամենից մեր մասով հետևություններ անելու, ողբերգությունների, անդառնալի հետևանքների մասին խոսելն անօգուտ է, բարձրաձայնելը անիմաստ եւ վտանգավոր։ Եվ հետո հոգնեցնող է բացատրելն ու լուսաբանելը։ Այս կոտորածը վերստին փաստում է, որ աշխարհին հետաքրքրում են միայն ռազմաքաղաքական առումով գործոն հանդիսացող եւ պայքարելու պատրաստ ազգերն ու պետությունները։ Եթե դու թույլ, անկազմակերպ, անզեն եւ պայքարելու անընդունակ ժողովուրդ ես, ուրեմն քեզ հանգիստ կարող են կոտորել նաեւ 21-րդ դարում եւ աշխարհը կլռի։ Համացանցում առկա են սահմռկեցուցիչ տեսարաններ։ Էմոցիոնալ եւ թույլ նյարդային մարդկանց խորհուրդ եմ տալիս չդիտել տեսանյութերը։ Ավելի քան 1000 սիրիացի սպանվել է ընդամենը 2 օրվա ընթացքում դաժան վրեժխնդրության արդյունքում։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։ Ըստ պարբերականի հակամարտությունից ավերված երկիրը կրկին ընկղմվել է արյունալի բախումների մեջ նոր կառավարիչների եւ գահընկեց արված նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների մասնակցությամբ։ Մեծ Բրիտանիայում տեղակայված մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ 745 խաղաղ բնակիչներից բացի, որոնց մեծ մասը սպանվել է կոտորածի ժամանակ, սպանվել են նաև 125 կառավարական, անվտանգության ուժեր եւ Ասադի դաշնակից զինված խմբավորումների 148 մարտիկ։ Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Լաթաքիա քաղաքի շրջակայքի ընդարձակ տարածքներում անջատվել է էլեկտրաէներգիան եւ խմելու ջուրը։ Արա Զոհրաբյանի գրառումը։ Սիրիայում տեղի ունեցող ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության չեզոք կեցվածքի պատճառով։ Մարդու իրավունքներ եւ հիմնարար ազատություններ հասկացությունները եւ դրանց իբրև պաշտպանը հանդիսացող գերտերությունները եւ միջազգային կառույցները որևէ կերպ չեն կանխում այդ սարսափելի հանցագործությունները։ Գծված տեսանյութի լուսանկարի երեխային ինչով օգնեց միջազգային հանրությունը։ Այս երեխայի մանկության իրավունքը եւ կյանքի իրավունքը ով պաշտպանեց։ Հայ ազգը պետք է գոնե բնազդով հասկանա, որ ցեղասպան ադրբեջանա-թուրքական ուժերը ընդունակ են ամեն մի վայրագության։ Ինչ է առաջարկում կառավարությունը մեր պաշտպանության համար բացի միջազգային հանրության ճնշումից։